լրեք ելույթ անեն։ Լռություն մի վարքյան, սուս մնա։ Իա որնավա։ Բղավոցներ միմյանց լրացնելու կոչեր Երևանի ավագանու հերթական նիստն այս անգամ էլ լարված մթնոլորտում անցավ փոխադարձ խայթոցներով։ Ես ձեզ շատ Պոստանջան, լռեք։ Մի րոպե, Լևոն։ Գրքերի շիկացման պարբերականությունն ուղիղ համեմատելի էր հսկող ոստիկանների նախասրահ մտնել դուրս գալու ինտենսիվությանը։ Բանը ուժային գործողություններին չհասավ, լարվածությունը սակայն օդում մնաց մինչև վերջին պահը։ Իշխանականների ու ընդդիմադիրների ելույթները հաճախ ոչ թե երևանյան խնդիրների, այլ միմյանց հասցեին ամենատարբեր քաղաքական մեղադրանքների մասին էին։ Մայրաքաղաքի զարգացման շուրջ որոշում կայացնողները այսօր անգամ միմյանց հագու կապը քննարկելու ժամանակ գտան։ Այո, փոխկապը լրջացնում է այս դահլիճը եւ հետեւաբար թե այս պահին փոխ քաղաքապետը, որը նստած է բոլորից դիմաց, եւ թե քաղաքապետը կրում են փոխկապ, ի տարբերություն ձեր սուպեր հերոսի, որը ոչ մի ավականու նիստին Հայկ Մարությանը չի կրել փոխկապ։ Այս օրերին երևանցիներին հուզող գլխավոր թեմաներից մեկը տրանսպորտի համար չվճարողներին տուգանելու առաջարկը նիստի ընթացքում քննարկման առարկա չդարձավ։ Ընդդիմադիր Մայր Հայաստանը տրանսպորտի թանկացումները չեղարկելու նախագիծ էր ներկայացրել։ Իշխանությունները սակայն քվորում չապահովեցին եւ հարցը չքննարկվեց։ 100 հազարավոր երևանցիներին առնչվող տուգանքների նախագիծը մինչդեռ արդեն խորհրդարանում է ընթացող նստաշրջանի օրակարգում։ Քաղաքապետարանն առաջարկում է տրանսպորտի համար չվճարող քաղաքացիներին տուգանել 10,000 դրամով, իսկ եթե արտոնություն ունեցող քաղաքացու զեղչված կամ անվճար փաթեթով այլանց երթևեկի, տուգանքի չափն էլ ավելի մեծ կլինի՝ 15,000 դրամ։ Դուրը չի փակվում։ Ինչ անել չտուգանվելու համար։ Եթե նախագծերի փաթեթն ընդունվի, քաղաքացիները պարտավոր կլինեն ավտոբուս բարձրանալուց անմիջապես հետո առավելագույնը 1 րոպեում վավերացնել իրենց տոմսը։ Մի բան, ինչը հենց հիմա հատկապես պիկ ժամերին շատ դեպքերում պարզապես անհնար է։ Ուղևորցի թանկացմամբ առայժմ չի լուծվել տրանսպորտի ծանրաբեռնվածությունը թեթևացնելու հարցը։ Առաջարկի հեղինակները պատկերացնում են, թե իրականում ինչ է կատարվում ավտոբուսներում։ Փոխադարձ մեղադրանքներով ուղեկցվող ավագանու նիստի ընդմիջմանը տրանսպորտային բարեփոխումների գլխավոր ճարտարապետին հարցեր տալու հնարավորություն ունեցանք։ Ժամը 7-ին, 6-ից ժամը 8 Երևանում ավտոբուս դուք վերջին անգամ երբ եք։ Չեմ կարա հիշեմ կոնկրետ ձեր ասած ժամերին երբ եմ նստել։ Տրանսպորտային փոփոխությունները համակարգող փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը սեփական առողջությունը չվտանգելու ու 1 րոպեում վալիդատորին մոտենալու դիլեմային այսպես է արձագանքում. եթե քաղաքացին սարքին մոտենալ չկարողանա, նմանապես ավտոբուս բարձրանալու խնդիր կունենա նաև հսկիչը։ Այսինքն եթե լինի անհնար այդ պահին վավերացումը, նաև կլինի անհնար վերահսկողությունը, եթե լինի այդպիսի իրավիճակ։ Եթե երկար ման ավտոբուսներում 2 վալիդատոր կա, ավելի կոմպակտ ժոնգտոնգերում միայն մեկն է տեղադրված։ Քաղաքացիները եւ ավտոբուսում մի կերպ տեղավորվելու հնարավորություն պետք է փնտրեն եւ 1 րոպեում սարքին մոտենալու տարբերակ մշակեն։ Հաշվի առնելով ժամանակի եւ տարածության մասին մարդկության պատկերացումները, կանոնին հետևել մեծ ցանկության դեպքում էլ չի ստացվի։ 60 վայրկյանում կանաչ լույսը տեսնելու համար մի տարբերակ է մնում՝ մյուսներին հրել, քաշքշել։ Հայտարարել ենք եւ ես կարծում եմ մինչեւ օրենքի ընդունումը կամ օրենքի ընդունումից կարճ ժամանակ անց մենք ոնց որ ման ավտոբուսները, յուտոնգ տրոլեյբուսները, այդպես էլ ժոնգտոնգ ավտոբուսները կահավորել ենք երկրորդ վալիդատորով եւ այդ ժամանակ կարծում եմ այդ հարցը եթե չի վերանա, ապա էականորեն այդ դեպքերը, երբ որ իրոք անհնար է, կպակասեն։ Վալիդատորների քանակն ավելացնելու անհրաժեշտությունը քաղաքային իշխանություններն ամիսներ առաջ են խոստովանել։ Ու խոստացել նորերը կտեղադրվեն, բայց ավտոբուսներում դեռ փոփոխություն չկա։ Արդեն քանի ամիս է պատվերը դրվել է, պատրաստվել է եւ փոքր խմբականակ չի եւ գալիս է ճանապարհին։ Առաջարկվող նախագծով հսկիչները չվճարողներին տեսանկարահանելու եւ ձայնագրելու հնարավորություն կունենան անձի նույնականացում կատարելու համար։ Քաղաքացիներին առնվազն մի մասին պետքա ծանոթ լինի, որ բարեկներն են իրականացնում բարեկային ծառայության մեր գործընկերները վարչական երախախտումների շրջանակներում, այսինքն ոչ մի նորություն ստեղ մեզ անծանոթ կամ ինչ որ բացառիկ բան չկա։ Չնայած այս խնդիրներին Սուրեն Գրիգորյանը վստահ է, այս ամենը կարող են գործնականում կիրառել։